Ադրբեջանցիները համացանցում գովերքում են Փաշինյանին։ Շնորհակալություն Փաշինյանին, նա մեզ համար խոշոր շահում է, անկեղծ կլինեմ, նա Աստծու նվեր է, այնպես ինչպես նա է կործանում Հայաստանը։ Հայաստան-Ադրբեջան այսպես ասած սահմանազատմանը վերաբերող գրեթե բոլոր հրապարակումներին են արձագանքում Ադրբեջանում ապրողները, սրտիկում ՀՀ վարչապետին։ Փաշինյան, շնորհակալություն ամեն ինչի համար, երկար կյանք Ադրբեջանին։ Փաշիկ, պինդ կաց, մենք քեզ հետ ենք, դու մեզ դեռ պետք ես։ Քո նմանին ցերեկը ճրակով չես գտնի, դու իսկական նվեր ես մեզ համար։ Ցանկացած հայի համար երևի ամենաստորացուցիչ բանը կարող է լինել, եթե ադրբեջանցին նրան շնորհակալություն հայտնի Հայաստանին ի վնաս ինչ-որ մի գործողության համար։ Արեգան ուսումնասիրել է, կեղծ օգտատերեր չեն, իրական մարդիկ են Նիկոլ Փաշինյանին սեր խոստովանող ադրբեջանցիները։ Չեմ բացառում, որ կարող են լինել նաև ինչ-որ ֆեյքեր եւ այլն, բայց այս մարդիկ ռեալ մարդիկ են, ովքեր որ իրենց սրտի խոսքն են արտահայտում այսօրվա Հայաստանի իշխանություններին։ Փորձագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վարչապետի քաղաքականությունը ադրբեջանցիների 99%-ի սրտով է, Փաշինյանին չեն սրտիկում, համեմատաբար չեզոք են Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիները։ Ադրբեջանցիների համար մի հատ պատմական հնարավորություն է, որովհետև Հայաստանում երբևէ նման իշխանություններ չեն եղել, ովքեր որ սպասարկում են բացառապես հենց իրենց ադրբեջանցիների եւ թուրքերի շահերը։ Վերլուծաբաններն ասում են, թշնամին այսչափ ցնծության մեջ էր Հայաստանի իշխանությանը շնորհակալություն էր հայտնում նաև Արցախի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախահայերի բռնագաղթի օրերին։ Ասում էին գոհ են, որ Փաշինյանի թիմը ոչինչ չի անում Արցախը հայկական պահելու, պաշտպանության բանակին օգնելու համար։ Դա ընդհանրապես սկիզբն էր Հայաստանի կործանման։ Արեգան հիշեցնում է, թե ինչպես էր 2023-ի սեպտեմբերյան ակցիաների ժամանակ երիտասարդների երեսին դուր շրխկացնող դասախոսների ֆոնին զգուշացնում։ Արցախը ստանալուց հետո թշնամին Հայաստանից է մաս-մաս պոկելու։ Ոչ մի բան չեն անում, ժողովուրդը ինձ մորակում էին որպես այսպես հիստերիկա բարձրացնող, ինչ-որ ուշճացնող իրավիճակը, բայց շատ քիչ ժամանակ անց մեր ասած խոսքերը փաստացի իրականություն են դառնում։ Ասում է սա այն դեպքն է, որ չեր ուզի ճիշտ լինել, չեր ուզի այսօր էլ ոսկեպարծուց լսել, հայրենիք է կորցնում, տնազուրկ է դառնում, միթե ակնհայտ չէ, որ թշնամին Երևան է գալիս։ Ալիևն ասել է, չէ, պարտադիր չէ զենքով, ոտքով էլ կհասնի։ Մարդիկ կան, որ հաճախ ինչ-որ նաև մի փոքր ուրախությամբ ասում են, տեսեք, մենք ճիշտ էինք ասում, բան, ոչ, ես սրտի ցավով եմ սրա մասին խոսում։ Արցախահայերը Հայաստան գաղթեցին, ուր են գնալու հանձնվող Հայաստանի բնակիչները։ Հայաստանում ավելանում է մտահոգ մարդկանց թիվը, Ադրբեջանում Հայաստանի վարչապետին ծափ տվողների։ Նկատել եք, Փաշինյանին ծաղրածու անվանող, նվաստացնող Ալիևը հիմա որևէ թթու խոսք չի ասում նրան։ Փորձագետներն ասում են, ինչու պետք է ցեխի մեջ գցի այն գործիքը, որն ամբողջությամբ հարմարեցված է իր գործին, արևմտյան Ադրբեջան կառուցել արևելյան Հայաստանի հաշվին։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Աշոտ Ղազարյան, Հայլուր։